Ինչպես կառուցել կայուն ու մրցունակ բիզնես, կենտրոնանալով ամենակարևոր ռեսուրսի մարդկանց վրա, այս հարցին պատասխան գտնելու և միջազգային լավագույն փորձին ծանոթանալու հնարավորությունը ունեցան Career City Fest 2025-ի մասնակիցները։ Լավագույն գործատուների փառատոնի շրջանակում տեղի ունեցավ բացառիկ մասնագիտական հանդիպում, որը վարեց գործատուի բրենդի ոլորտի համաշխարհային փորձագետ Ռիչարդ Մոսլին, որը գործատուի բրենդինգի թեմայով 3 ազդեցիկ գրքի հեղինակ է։ Վերջիններս այսօր համարվում են ոլորտի կարևորագույն ուղեցույցներ։ Մարդկանցից դեպի եկամուտ, ինչպես է գործատուի բրենդը նպաստում բիզնեսի աճին թեմայով 90 րոպեանոց հանդիպման ընթացքում Մոսլին կիսվեց արդյունավետ գործատուի բրենդ ձևավորելու ռազմավարություններով։ Ներկայացրեց, թե ինչպես կարող է գործատուի բրենդը նպաստել կազմակերպության շահութաբերության աճին, ծախսերի օպտիմալացմանը, ինչպես նաև տաղանդավոր աշխատակիցների ներգրավմանն ու պահպանմանը։ Խոսեց այն մասին, թե ինչպես կառուցել գործատուի այնպիսի բրենդ, որ հնարավոր լինի տվյալ ոլորտի համար սահմանված միջին աշխատավարձի դիմաց ներգրավել ավելի բարձր որակի տաղանդներ, ինչպես գրավել աշխատակիցների այն դեպքում, երբ նույն աշխատավարձը առաջարկում են մրցակից ընկերությունները։ Աշխատակիցների ներգրավվածությունն ու հավատարմությունը բիզնեսի հաջողության վերածելու համար կազմակերպությունները պետք է քայլեն ժամանակին համընթաց, պատրաստ լինելով փոփոխությունների։ Ամեն նոր սերունդ, որը մուտք է գործում աշխատաշուկա, ունի իր սպասումներն ու փորձում է փոխել գործող կանոնները, իսկ մրցունակ գործատուի ամենակարևոր հատկանիշներից է այդ փոփոխություններին կանխատեսելիորեն արձագանքելը։ Այս մասին փորձագետը խոսեց Career City Fest-ի պաշտոնական մեդիա գործընկեր TheTM-ի հետ զրույցում։ With Gen X Գործատուի բրենդավորման տեսանկյունից Z սերունդը որոշ չափով փոխել է խաղի կանոնները։ Եթե նախկինում X եւ մասամբ նաեւ Y սերունդների համար առաջնային էր պայմանավորվածությունը ինչ կստանան, ինչ արտոնություններ կլինեն, ապա Z սերնդի համար շատ ավելի կարևոր է այն զգացողությունը, որ ստանում են աշխատանքի վայրում։ Նրանք ցանկանում են լսել իրական աշխատակիցների պատմությունները, պատկերացում կազմել թիմի մասին, իմանալ ինչ մարդկանց հետ են աշխատելու, ինչ արժեքներ է կրում կազմակերպությունը եւ որքան ազատություն կունենան ինքնադրսևորվելու համար։ Այս սերունդն ակնկալում է անկեղծություն, արժեքները ինքնաարտահայտման հնարավորություն։ Հայկական ընկերությունների ներկայացուցիչների ու բրիտանացի փորձագետի հանդիպումը կազմակերպվել էր Skill Event Marketing ընկերության World's Top Speakers in Armenia նախագծի շրջանակում։ Ընկերությունը 2017 թվականից Հայաստան է հրավիրում միջազգային հեղինակություն ունեցող փորձագետների ու խոսնակներ, ինչպիսիք են Brian Tracy-ն, Kiel Nordström-ը, John Scholl-ը, Kevin Gaskell-ը, Իրինա Խակամադան, Ալեքսեյ Սիտնիկովը, Միխայիլ Լապկովսկին եւ այլք։ Այս 3 տարիների ընթացքում հասկացանք, որ մեր շուկան արդեն պատրաստ է նաև ավելի խորքային խոսել employer branding-ի գործատուի բրենդի մասին եւ հրավիրեցինք գործատուի բրենդի առաջատար փորձագետ համաշխարհային մակարդակով եւ այդ տեսության կարելի ասել հիմնադիրներից Ռիչարդ Մոսլիին։ Այս անգամ այնպես ստացվեց, որ Ռիչարդ Մոսլին այդ օրերին ուներ այսպես ասած ազատ պատուհան եւ մեզ հաջողվեց հենց Career City Fest-ի շրջանակում նրան հյուրընկալել։ Oh, super. I mean, I always delighted. Ես միշտ մեծ ողջավորությամբ եմ մասնակցում նման միջոցառումների։ Աշխարհն այսօր փոխվում է աներևակայելի արագությամբ, փոխվում են շուկաները, մասնագիտությունները, տեխնոլոգիաները։ Արհեստական բանականության օրինակն արդեն բավականին խոսուն է։ Այս տեմպին համընթաց շարժվելու համար պարզապես անհրաժեշտ է դուրս գալ կաբինետից, շփվել այլ մասնագետների հետ, տեսնել ինչով են զբաղված ուրիշները, լսել նրանց փորձի մասին։ Ինչպես ասում են, ալեհավաքը միշտ բարձր պահիր։ Այսինքն միշտ տեղեկացված եղիր, թե ինչ է տեղի ունենում շուրջդ։ Նման միջոցառումները հենց դա են ապահովում։ Դու ոչ միայն կիսվում ես քո փորձով, այլ նաև լսում ես ուրիշներին, սովորում նոր բաներ եւ մնում ես խաղի մեջ։ Ռիչարդ Մոսլիի հետ հանդիպումից մասնակիցները գնացին գործատուի բրենդի ոլորտի վերաբերյալ նոր ու արդյունավետ գործիքներ յուրացրած։ Ամենակարևոր կետը ինձ համար դա սկսնակների հետ կապված է եւ այն համարձակությունը, որը նա տալիս է, ցանկացած գործ սկսելուց առաջ պետք է լիներ համարձակ։ Ռիչարդ Մոսլիի ելույթը բավականաչափ հետաքրքիր էր, քանի որ ինքս լինելով ոլորտում մի 15 տարի է ամենուր կարդում ենք employer branding-ի մասին, բայց սենց համապարփակ ելույթ, որ տեսությունը, պրակտիկան եւ հստակ խորհուրդները եւ թե ինչ էլեմենտներով մենք պետք է աշխատենք, որպեսզի լավ
գործատուի բրենդավորման հասնենք, ինքը հրաշալի ձևով նշեց իր ելույթում։ Ռիչարդ Մոսլիի փորձը այսօր ուսումնասիրվում է առաջատար բիզնես դպրոցներում եւ կիրառվում համաշխարհային HR հարթակներում։